Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը նախորդին հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ հրաժարվում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացում Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությանը աջակցելուց։ Պատիվ ունեմ խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյան 2-ով փոխարինելու գործընթացին, հետևաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում, ասված է խմբակցության հայտարարության մեջ։ Մարուքյանի պատասխանը չուշացավ, վերջինս համոզմունք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը վիժեցրեց Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը։ Այսօր վիժեցրեց Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, միևնույն Սերժ Սարգսյանը 8 րոպե առաջ վիժեցրեց։ 8 րոպե առաջ Սերժ Սարգսյանը վիժեցրեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Եկեք մի հատ քննարկենք, ասում եմ, միևնույն ոնց էր գրված։ Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացը ներկայացնող տեխնացուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից եւ նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ Այսինքն Էդմոն Մարուքյանն է ատոմակայանը թալանել։ Եկեք ատոմակայանը թալանվել է Սերժ Սարգսյանի օրոք։ Ասենք Էդմոն Մարուքյանն է հոկտեմբերի 27-ի ժամանակ մինիստր եղել։ Էդմոն Մարուքյանն է Լավրովի պլանը մերժել, հետո ապրիլյան պատերազմի հասցրել երկիրը։ Էդմոն Մարուքյանն է բան արել, ուզուրպացրել Վանաձորում իշխանությունը, մանդատագողություն արել։ Հա Էդմոն Մարուքյանն է այդ սա արել։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Լավրովը Հայաստանում կլինի մայիսի 20-ից 21-ը նախորդին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Երևանյան այցելության ընթացքում Լավրովը բանակցություններ կանցկացնի Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ, կքննարկի հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացները։ Լավրովի այցին ընդառաջ ազգային ժողովի նախկին падգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորած Հանուն Հանրապետության կուսակցության ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում։ Ակտիվիստները օդանավակայանի ճանապարհին տեղադրել էին Պուտին մարդասպան գրությամբ պաստառ, որտեղով էլ անցավ Սերգեյ Լավրովի ավտոշարասյունը։ Տարածքում կար ոստիկանական մեքենա, բայց պարեկները որևէ կերպ չեն խոչընդոտում ակցիային։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ժամանել Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը։ Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ իրանական պատվիրակությունը Երևանում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։ Հայցի վերաբերյալ դեռևս այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Կաշառք ստանալու եւ տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Այսօր հայտնի էր դարձել, որ կաշառք ստանալու եւ տալու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հերթական անգամ հոխորտացել է, հայտարարելով, որ Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ադրբեջանական կողմի առաջադրած պայմաններին։ Այս մասին Ալիևն ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման է առաջադրվել, Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի այդ պայմաններին, հայտարարել է Ալիևը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում զինվորական ծառայության անցնելու սահմանային տարիքը 27-ից 37 տարեկան բարձրացնելու վերաբերյալ աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության քննարկումն է եղել։ Նախագծի հեղինակի իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ որոշվեց հետաձգել մինչև հաջորդ երկուշաբթի։ Կառավարության նիստերի օրակարգ, որը պետք է լինի 5-շաբթի օրը, ցանկանում եմ, որպեսզի անպայման հարցը նաև բացի կառավարության նախարարների կոմիտեի նիստում դրական արձանագրություն ստանալուց, նաև մտնի կառավարության նիստի օրակարգ եւ ստանա դրական եզրակացություն, որից հետո նոր քննարկենք
Հանձնաժողովում այդ իսկ պատճառով առաջարկում եմ հարցի քննարկումը հետաձգել մինչև 2 շաբաթ։ Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության անցնելու սահմանային տարիքը 27-ից բարձրացնել մինչև 37 տարեկան, մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար Հայաստանի քաղաքացիությունը փոխելու բազային տուրքի չափը հասցնել 15 միլիոն դրամի։ Բացի այդ, այս փոփոխություններով 18 տարին լրացած քաղաքացիներին հնարավորություն կձեռնվի 15 միլիոն դրամ վճարել ու ծառայել 6 ամիս, 20 միլիոն դրամ վճարելու դեպքում 1 ամիս։ Թմրանյութերի շրջանառության սկանդալից հետո Մխիչյանի դպրոցի տնօրենը հրաժարական է տվել, իսկ նոր պաշտոնակատարը մխիչյանցի է, նախկինում հարակից բնակավերի դպրոցներից մեկի փոխտնօրենն է եղել։ Այս մասին Ազատություն ռադիոկայանին հայտնել է Արարատի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանը։ Օրագիր Նյուզը նախորդ շաբաթ հայտնել էր, որ Մխիչյանի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ 4 ամիս շարունակ հետապնդել են 4-րդ դասարանի 2 երեխաների, ստիպողաբար նրանց շուրթերին թմրանյութի նման ողջ ջերմակ փոշի քսել, այդպիսով փորձելով նրանց մոտ կախվածություն առաջացնել ու ստիպել, որ տնից գումար բերեն։ Կոմիտեից հայտնում են գործով 4 մեղադրյալ կա 1 ամիս շարունակ նրանցից 2-ը կմնան տնային կալանքում, մյուս 2-ը վարչական ու դաստիարակչական հսկողության տակ։ Հարցին հայտնաբերվել է արդյոք նրանցից 3-րդը, որին ոստիկանները փնտրում էին, կոմիտեից փոխանցեցին, արդեն տնային կալանքում է։ Մեղադրյալներից 3-ը 11-րդ դասարանցիներ են, անչափահաս, մյուսը 12-րդ դասարանցի, 18 տարեկան է, չափահաս։ Տուժողներն ու մեղադրյալները նախորդ շաբաթ տոքսիկոմիական փորձաքննություն են անցել, քննչական կոմիտեից հասացին փորձաքննության պատասխանները 1 ամսվա ընթացքում կստանան, միայն դրանից հետո կասեն սպիտակ փոշին թմրանյութ է եղել, թե ոչ։ Ադրբեջանի դատարանը 18 տարվա ազատազրկման դատապարտեց երիտասարդ գիտնական Իգբալ Աբիլովին, նրան մեղավոր ճանաչելով պետական դավաճանության գործով։ Մեղադրանքի հիմքում հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցությունն ու Ադրբեջանում ազգային հողի վրա ատելություն սերմանելու փորձերն են։ Աբիլովը կտրականապես հերքել է մեղադրանքները, պնդելով, որ ինքը բացառապես գիտական ուսումնասիրությամբ է զբաղվել։ Ծագումով Թալիշ Աբիլովն ազգագրագետ է, Ռիգայում գրանցված Թալիշի ազգային ակադեմիա գիտական կազմակերպության հիմնադիրն է։ Նրա գլխավորած կազմակերպությունը թողարկում է ամսագիր, որում հրապարակվել են նաև հայ պատմաբան Գառնիկ Ասատրյանի հոդվածները։ Ադրբեջանի իշխանական մամուլը պնդում է, թե Աբիլովն իբր գաղտնի բանակցություններ ու գործարքներ է ունեցել հայ մտավորականի հետ Skype-ի միջոցով։ Շամշյանքոմի փոխանցմամբ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 13:30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Այի վարած Nissan Pathfinder մակնիշի եւ Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգայի վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը եւ կոտրել այն։ Վթարի հետևանքով Nissan Pathfinder-ի վարորդ Աբրահամ Ան տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այսի 20-ը Շիրակի մարզ Արթիկ քաղաքի վարչական տարածքում դեպի Հառիչ ընթանալիս BMW մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակչի քարե պարսպի համար տեղադրված քարերին, ապա բախվել բետոնե էլեկտրասյանն ու գլխի վրա շրջվել։ Վթարի հետևանքով վարորդը, ում առաջին օգնության են հասել քաղաքացիները, ևս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Արթիկ բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ տեղափոխվել է Արթիկ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ բարեկները սահմանազատել են տարածքը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անի եւ Արտիկի քննչական բաժին եւ միշտ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը մարզային քննչական վարչության պետ Իսահակյանի Անի եւ Արտիկի քննչական բաժնի պետի հատկապես կարևոր գործերով երկու ավագ քննիչների գլխավորությամբ հիվանդանոցից ազանգ է ստացվում ոստիկանության Արտիկի բաժին, որ վիրավորը շտաբօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։
է։